Դուք ատելություն եք իդեպ տարածում արցախցիների հանդեպ։ Դուք արցախցիների գնամ երևի դուք ես գնամ դուք Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում արցախցիներին։ Կարամ պատասխանել բայց կարամ պատասխանել հետո քեզ Բայց Կարինե ջան լսում ես միջոցները շարունակում են արցախցիներին Կարինե թիրախավորել ջան կլինի պատասխանեմ հետո Ներողություն է խնդրում ինչ եք անում հիմա Կարինե ջան ստոպ Կարինե ջան դրա համար ապագայում պատասխանատվություն Կարինե ջան հիմա սպառնում ես կարաս հանգստանաս կգնաս քո ղեկավարին կասես թող ինքը վտածի որ ինքը իր սահքյանք պատասխանատվությունա տալու բոլոր այն բաների համար որոնք տեղի են ունեցել իր նախագահության բառն Կարինե ջան դու իմ մասին մի մտածի դու դրա մասին մի մտածի Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում եւ այդ իմիջիալից այդ առաջարկը ուժի մեջ է եւ ես հայ դեպ քաղաքից էի հարցնում ես եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է հանրապետության ժողովրդի հետ շփվում ուղիղ եթերով ես առաջարկում եմ մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի ասում են ռեյտինգի խնդիր ունի դրա համար ընկել է Ասի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի քաղաքական գործիչ է այս Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի բայց ինչու եք անհանգստացած Անհանգստացած չենք տժում ենք ես անձամբ տժում եմ ես Ռոբերտ Քոչարյանի նմանը Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոք երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ անհանգստություն չունեին երբ որ մարտի 1 էր տեղի ունենում այն վաղ անհանգստություն չունի երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում այն վաղ անհանգստություն հիմա տժում եմ մնացածի վրա որովհետեւ այդ քաղաքական գործիչներ շատ լավ է թոտեժան Համացանցը չեք տեսնում Որ պատերազմ ախր ինչ տժժան Կարամ պատասխանեմ անի ջան ցավը տանեմ ախր այսօր քո երեկոն չի է